Գոյամարտ սերիալը հիմա ապրում է իր ամենաթեժ ու ամենալարված շրջանը, որտեղ գրեթե յուրաքանչյուր կերպար կանգնած է ճակատագրական ընտրության առաջ։ Դիանա Գրիգորյանի սյուժեն աստիճանաբար ավելի է խորանում, և հիմա արդեն պատմությունը ոչ միայն սիրո, ընտանիքի կամ վրեժի մասին է, այլ մարդկանց ներքին փլուզումների, թաքնված ճշմարտությունների ու հոգեբանական պայքարի։ Մանանի գիծը շարունակում է մնալ ամենահուզականերից մեկը։ Նրա և պապի հարաբերությունը միշտ եղել է շատ զգայուն, որովհետև պապը նրա համար պարզապես ընտանիքի անդամ չէր, այլ հենարան, և հենց այդ պատճառով պապի կողմից տեսնելը, որ Մանանը Գրիշոյի հետ է, դառնում է իսկական հարված։ Պապը մինչև վերջ չէր ցանկանում հավատալ, որ Մանանը կարող է կապ ունենալ այն մարդու հետ, ով կրակել է Դավիթի վրա։ Նրա համար դա ոչ միայն սխալ ընտրություն է, այլ ընտանիքի ցավի անտեսում։ Բայց այստեղ կարևոր է նաև հասկանալ Մանանին։ Նա երկար ժամանակ ապրում էր ուրիշների որոշումներով, ուրիշների սպասումներով։ Հիմա առաջին անգամ փորձում է լսել ինքն իրեն։ Նրա մեջ կա և վախ, և մեղավորության զգացում, և սեր։ Այդ ամենը խառնվել է իրար, և հենց այդ պատճառով նա չի վերադառնում տուն։ Գրիշոյի ամուսնության առաջարկը դառնում է այս ամբողջ պատմության ամենահակասական պահերից մեկը։ Մի կողմից դա շատ անկեղծ ու ուժեղ քայլ է, նա կարծես վերջապես հասկացել է, թե ինչ է ուզում կյանքից։ Մյուս կողմից նրա անցյալը դեռ կանգնած է նրանց միջև։ Սիրելը մեկ բան է, բայց ապրել այդ սիրո հետևանքների հետ լրիվ այլ։ Մանանի համար այդ առաջարկը շոկ է, որովհետև նա չէր սպասում, որ Գրիշոն այդքան հեռու կգնա։ Նա սովոր էր տեսնել նրա կոպիտ, ագրեսիվ կողմը, բայց հիմա տեսնում է մի մարդու, ով պատրաստ է պայքարել նրա համար, և հենց դա է ավելի բարդացնում իրավիճակը։ Միևնույն ժամանակ, սերիալի ամենաինտրիգային գծերից մեկը դառնում է Հունանի նոր քայլը։ Նա Լեային ասում է, որ Լեոյին տուն հրավիրի։ Սա առաջին հայացքից կարող է թվալ սովորական հանդիպում, բայց բոլորը հասկանում են՝ Հունանը երբեք առանց հաշվարկի ոչինչ չի անում։ Լեոն նույնպես շատ լավ է զգում, որ այստեղ ինչ-որ բան այն չէ։ Նա հասկանում է, որ իրեն ոչ թե հյուրասիրության, այլ ինչ-որ խաղի մեջ են ներքաշում։ Եվ ամենահետաքրքիրն այն է, որ Հունանը նույն պահին կանչում է նաև Արամին։ Սա արդեն ակնհայտ սադրանք է։ Երկու ուժեղ, լարված տղամարդ հայտնվում են նույն վայրում մի մարդու ղեկավարությամբ, ով սիրում է մարդկանց բախել միմյանց։ Հրապարակված կադրերը, որտեղ Արամը կապտուկներով է, հուշում է, որ իրավիճակը շատ արագ դուրս է եկել վերահսկողությունից։ Լեոյի և Արամի կռիվը պատահական չէր։ Այդ ամենը կարծես կուտակված լարվածության հետևանք էր, բայց ամենահետաքրքիրն այստեղ հենց Արամի կերպարն է։ Հունանը հիմա հայտնվել է շատ վտանգավոր վիճակում։ Նրա գաղտնիքները շատ շուտով հերթով ջրի երես են դուրս գալու։ Մարդիկ սկսելու են կասկածել նրան, և նա արդեն չի կարող վերահսկել բոլորին այնպես, ինչպես նախկինում։ Նշենք, որ հավանաբար հենց այդ պահին հայտնվելու են նաև Մանանն ու Գրիշոն։ Լեոն տեսնելու է նրանց միասին, ու բնականաբար դա լավ հետևանքներ չի ունենա Մանանի համար։ Հավանաբար հենց դա է պատճառը, որ նրանց միասին որոշել է հրավիրել այդտեղ։ Ինչ է սպասվում նրանց։ Հետաքրքիր զարգացումներ են լինելու։ Լեոյի գիծը նույնպես գնալով ավելի ծանր է դառնում։ Նա սիրում է Լեային, բայց հասկանում է, որ այդ սերն իրեն ներքաշում է մի ընտանիքի մեջ, որտեղ ամեն անկյունում գաղտնիքներ ու վտանգներ կան։ Նա արդեն ոչ միայն սիրահարված տղա է, այլ մարդ, ով հայտնվել է մեծ պատերազմի կենտրոնում։ Լեան շարունակում է մնալ ամենախոցելի կերպարներից մեկը։ Նրա աշխարհը փուլ է գալիս հոր մասին ճշմարտությունից հետո, բայց նա դեռ փորձում է պահել իր սերը, իր ընտանիքը և ինքն իրեն։ Սա շատ ծանր ճանապարհ է նրա համար։ Դավիթի գիծը համեմատաբար ավելի հանգիստ է թվում, բայց նրա ներկայությունը շարունակում է կարևոր մնալ։ Նա դեռ վերականգնվում է, բայց նրա շուրջ բոլորը կարծես փորձում են նորից կյանք կառուցել։ Այս ամենը միասին գոյամարտը դարձնում են շատ ավելի խորքային, քան սովորական ընտանեկան դրաման։ Սա պատմություն է մարդկանց մասին, ովքեր փորձում են ապրել ճշմարտության, մեղքի, սիրո ու վրեժի միջև։ Այստեղ ոչ ոք ամբողջությամբ լավը չէ, ոչ ոք ամբողջությամբ վատը չէ, իսկ յուրաքանչյուր որոշում ունի իր գինը։
Առաջիկա սերիաները խոստանում են նոր պայթունավտանգ զարգացումներ։ Կընդունի Մանենե Գրիշոյի առաջարկը, ինչ գաղտնիք է ցանկանում բացահայտել Հունանը, ինչու էր Արամն իրականում այդ հանդիպմանը, եւ արդյոք Լեան կկարողանան փրկել իրենց սերն այս քաոսի մեջ։ Մի բան արդեն ակնհայտ է, գոյամարտում սկսվել է այն փուլը, որտեղ յուրաքանչյուր ճշմարտություն կարող է կործանել կյանքեր, իսկ յուրաքանչյուր սեր դառնալ ամենամեծ վտանգը։ Եվ մինչ կբացահայտվեն այս եւ այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, միացեք մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների, շոու բիզնեսյան անցուդարձի մասին եւ ոչ միայն։ Չմոռանաք նաեւ տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել ձեր կարծիքը, ինչ եք կարծում, ինչպես կվարվի Լեոն, երբ տեսնի Գրիշոյին ու Մանանին միասին։